Ադրբեջանի նախագահի օգնական եւ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը պետք է բարգավաճում եւ զարգացում բերի տարածաշրջանին, ամրապնդի հարևանների միջև կապը։ Հաջիևի խոսքով Հայաստանը արևելքի եւ արևմուտքի, ինչպես նաեւ հյուսիսի եւ հարավի միջև կապերի ընդլայնմանը զուգընթաց կարող է փակուղու մեջ գտնվող երկրից վերածվել տարանցիկ պետության։ Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ, այլ ոչ թե լրատվամիջոցների Կրեմլի խոսնակի հայտարարությունն է։ Դուք առաջարկում եք, որ մենք այն քննարկենք Reuters-ի հետ, այլ ոչ թե Ուիթքոֆի։ Այս դեպքում Ուիթքոֆը շատ ավելի գրավիչ է, ասել է Պեսկովը պատասխանելով Reuters-ի հարցին այն մասին, թե արդյոք Ուկրաինայի հարցում ԱՄՆ խաղաղության ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ի անդամակցությունից դուրս լինելու մասին կետ եւ ով պետք է ապահովի այդ երաշխիքները։ Հռոմի Պապը Պաղեստին պետության ստեղծումը ու ճանաչումը անվանել է Պաղեստինա-իսրայելական երկարատև հակամարտության միակ լուծումը։ Մենք բոլորս գիտենք, որ այս պահին Իսրայելը դեռևս չի ընդունում այս լուծումը, բայց մենք այն համարում ենք միակը։ Մենք նաև բարեկամներ ենք Իսրայելի հետ եւ ձգտում ենք լինել միջնորդ երկու կողմերի միջև, որը կարող է օգնել նրանց մոտենալ բոլորի համար արդարացի լուծման։ Զելենսկին խոստովանել է, որ Ֆլորիդայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Կիևը դեռ ունի որոշ բարդ հարցեր, որոնց վրա պետք է աշխատի, կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է դեռ լուծվեն, գրել է նա Տելեգրամում։